Ռուսաստանը տևական ժամանակ է սկսել է մասնապես գյուղմթերքի նկատմամբ սանկցիաներ է կիրառում, գյուղացիները մեծ արտադրողներ խնդիր ունեն Ռուսաստան արտահանելու։ Ձեր կարծիքով ինչից է առաջանում այս խնդիրները եւ ինչպես կարող են լուծվել։ Խնդիրները լուծելու համար պիտի Փաշինյանը քիչ մրթմրթա, ավելնորդ բառեր քիչ խոսա։ Եվ ոչ միայն Փաշինյանը, նաև իր բանդան։ Ռուսաստանի հասցին նկատի ունեմ։ Իսկ Պուտինին հələ ինքը հələ դեռ բարի է։ Եթե ուրիշ լիներ Պուտինի տեղը, вообще հայերին այնտեղից կվռնդեր։ Ասեր գնացեք ձեր Հայաստանը, ձեր շատ խելացի վարչապետով, ձեր շատ խելացի կառավարությամբ, գնացեք եւ ապրեք։ Հերիք եկել եք իմ երկիրը, միլիոններ եք ստեղծում, հələ մի հատ էլ մունատ եք գալիս։ Էդ իշպանը։ Ախար եթե Ռուսաստանը չլինի, Հայաստանը կորած է, ոտով գլխով, դուք պատմություն նայեք, որ ընթերցում եք, գնում եք դեպի հետ պատմությունը, որ ժամանակ, Տիգրանի ժամանակներից սկսած, չէ, մի քիչ էսան, Ռուսաստանն է մեր թևուտի գունքը եղել։ Բայց իշխանությունները ասում են, մենք կարող ենք գնալ Եվրոպա, Եվրոպայի հետ բիզնես անենք եւ այդ կապերը, որ կար Ռուսաստանի հետ, լինի նաեւ Եվրոպայի հետ։ Ձեր ծիծաղալն էլ եկավ, չէ՞ ձեր ասածի վրա։ Ինչ Եվրոպա, եղբայր։ Դուք սենց նայեք, եթե հանգարց Աստված չանի, ձեր տունը պաժար կգնի։ Առաջ օգնությունը ձեզով ցույց կտա։ Հարևանը։ Բա մենք ռուսին մեր քթի տակ թողած։ Գնում ենք Եվրոպա ենք, ես իմ Եվրոպան, դա Եվրոպան թքած ունի մեր վրա։ Եթե իր օգուտները, իր շահերը չունենա, Եվրոպան թքած ունի Հայաստանի վրա։ Հայաստանով է, ասես փոքր պետություն է։ Այնպես որ նրանք օգտագործեն Հայաստանին, դանու ոչ մի խոսք։ Կուլ կտան, կուտեն, հետո Նիկոլ Փաշինյան չի հասկանում, որ Եվրոպան մեզ կուտի, հա, ձեր ասած Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է մտածում գլխով, թե ոտերով։ Ռուսաստանը եթե չլինի, Հայաստանը ոտքով գլխով կորած է։ Հետո դուք սենց մտածեք, համբիվան էլ ասեմ, ես ուսնենց երկար եմ խոսում, անտաշ չեք անելու, չէ։ Դա ուրեմն նայեք, Հայաստանի սահմանով է պահում ռուսական բանակը։ Հայաստանի տարածքում ինչ դրոշ է դրած, ռուսական դրոշը։ Բա при чем тут Եվրոխորհուրդը։ Այս իշխանությունները ասում են մենք այնքան ենք ինքնիշխան դարձել, որ մենք կարող ենք մեր սահմաններն էլ պաշտպանենք, մեր տնտեսությունն էլ նոր շուկաներ գտնենք։ Ինչով 17 միլիարդ պարտքով, հա, դրանով դա է մեր ապագան, դա են մեր ապագան ստեղծում, հա, թես սնկի նման աճող էլիտար շենքերով, Ռոյս-Ռոյսերով, Կադիլակներով, դա է մեր ապագան։ Ինչ պետք է անի նա Ռուսաստանը չեղավ, ոտով գլխով կորած է, ոչ գիտություն ունի, ոչ արդյունաբերություն ունի, ոչ մշակույթ ունի։ Իսկ մի պետություն, որ ես 3 նախապայմաններից, թեկուզ մեկը չունի, նա կործանման ենթակա է։ Այջման դուք կհիշեք, թե չէ, բայց կարծեմ 16 թվին է, եթե չեմ սխալվում, 1916 Բերլինյան կոնֆերանսում Ղրիմյան հայրիկն ասեց. ցանկացած փոքր պետություն պետք է անպայման ապրի որևէ հզոր պետության հովանու տակ։ Դա աքսիոմա է, որ ապացուցման կարիք չունի։ Հայաստան դու ինչ ունես։ Ինչի վրա ես այդպես թափարտում, ինչի հաշվում ես այդպես, չգիտեմ, նորից եմ ասում, այդ էլիտար շենքերի Իշխանության, ընտրված իշխանությունների։ Որ իշխանության։ Այս Մենք այդպես էր ասում։ Դուք մոռանում եք մի բան, այ որ կոկորտները պատռում են անկախություն։ Ինչ անկախության մասին կարող է խոսք լինել։ Էլ ինքնաշխանությունը չեմ ասում, եթե բնական ռեսուրսները մեր չեն, ստրատեգիական ռեսուրսները մեր չեն, էներգիան մեր չի, ջուրը մեր չի, մենք ոչինչ չունենք։ Այն ռուսական խոսքը միգալադրանցի, հասկանում եք։ Ինչի դրա
Պրոստը աբսուրդ է, էլի, դու չգիտեմ, ինչ դատողություն, ինչ ուղեղ պետք է ունենաս, որ այսքան բանը չհասկանաս եւ դրանից դու հայտարարես, որ մենք ինքնիշխան ենք։ Հա, ինքնիշխան եք, թալանելու համար լավ ինքնիշխան եք։ Եվ զարմանալին հետո գիտես ինչն է, որ նրա կողքը կանգնած չկա մի խելացի մարդ, որ ասի, պարոն Փաշինյան, այս ինչ ես ասում, այս ինչ ես անում, այս ուր են գնում։ Այս մեր նորածին երեխաներին մենք ինչ ապագա ենք պատրաստում։ Անգրագիտություն, մասսայական անգրագիտություն դպրոցներում։ Մի ամբողջ հանրապետություն հեղեղված է դիպլոմավոր անգրագետներով։ Մի ամբողջ հանրապետություն։ Հիմա խոսացում է դիպլոմն է ցույց տալի։ Ատեշի այախ պետք է, մասնագետ է պետք, խելացի մարդ է պետք։ Դու պետք է թող չկրկնվեն, բայց դու պետք է արդյունաբերություն ունենաս։ Դու ամենակարևոր բանը պիտի բանակ ունենաս։ Հզոր բանակ, ոչ թե ձևական։ Դե մենք ասենք մենք բանակ ունենք։ Ոչ, հզոր բանակ է պետք, որ ունի նորագույն տեխնիկա, ունի հրաշալի հրամանատարական կազմ, ամեն արգումենտներն ունի, որ չկարողան ասի, գիտեք ինչ, մենք ինքնիշխան ենք։ Ու ոնց են ասում, ձեռը թափ տա ու ասի Ռուսաստան, հոп, մենք գնում ենք Եվրոպա, արա ուր ես գնում, ուր, դո Եվրոպան քեզ կուլ կտա, էլի եմ ասում, կօգտագործի, հետո այսպես կթքի, Ռուսաստանից հրաժարվելը, դուք պատմություն նայեք, էլի նորից եմ կրկնում, պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն է մեր թևուտի կունքը, օգնության մեջ միշտ Ռուսաստանն է, թող ապուշ բառեր չասեն Ռուսաստանն է մեծ, չգիտես եսի մինչա մեծ, հիմար բառեր, ռեալ պետք է դատել, ռեալ, մտածել, կոնկրետ քայլեր անել, այ վարչապետը դա կլինի, ես չեմ հիշում ով ասե, բայց եկա ասելա, ուրեմն ցանկացած քաղաքական ղեկավարի առավելությունը նրա Աստված եւ ոչ միայն քաղաքական, պետական որևէ, հա, բան ով ասե, Ցիցերոնն ասե, հիշեցի։ Ցանկացած պետության ղեկավարի ամենամեծ առավելությունը նրա Աստված խոսքերի եւ կատարված գործերի համատեղության մեջ է։ Հասկանում եք, համատեղության, բայց նրանք ինչ են անում։ Բլբլում են, բայց իրականում ոչինչ չկա։ Այնպես որ ասում եմ, ողբամ քեզ Հայաստան։